Ոնց եք որոշել, որ այսօր գալ Արմավիրի պատարագի մասնակցեք։ Միշտ փորձել եմ մասնակցեմ պատարագներին, մի քիչ ժամանակի խնդիր ունեմ, բայց միշտ փորձել եմ մասնակցեմ։ Առաջինը երկրի վարչապետը, կուսակցության ղեկավար, վարչության նախագահ գալիս է այստեղ։ Դա քիչ չէ, որպեսզի ես էլ ներկա լինեմ ու շատերը։ Բայց ինքը ասել է, որ խորհուրդ է տվել ավելին, չգիտեմ, մի քիչ, որ գնաք այլ եկեղեցիներ փորձեք քահանաներ գտնել, մտածում եք իրավասեմ համոզել, որ վարչապետի ասածները մեկնաբանեմ։ Համոզելու, որ այդ Ես քահանաները զերծ մի չեն շատ կարճ բան ասեմ ու գնամ, հա, ուրեմն շատ ավելի շատ դիտումներ կունենաք կամ ընթերցումներ կունենաք, երբ որ մեկնաբանեք, ես մի անգամ ասեցի, այսքան երկրում մանկապարտեզներ, դպրոցներ, ենթակառուցվածքներ, այսքան բաներ է սարքվում, ես չեմ տեսել, ես ասենք 2 տարի աշխատել եմ տկենում, չեմ տեսել մի օր մի լրագրող մոտենա, ասի կլինի, ձեր հետ այցելենք, հաջան։ Մամուլի բաժնի խնդիրն է եղել, որ կոմունիկացիա չեն ունեցել, դա մեր խնդիր չի, հարգել լրագրողներ, տկենի կայքում միշտ մեկնաբանվել եւ մեկնաբանվում է բոլոր աշխատանքները, բայց ես մի անգամ եմ տեսել, որ հանրային հեռուստաընկերությունից մոտենան ինձ եւ խնդրեմ, որ ներողություն, շատ անգամներ հանրային հեռուստաընկերությունից մոտեցել են եւ խնդրել են մեր հետ այցելել այն մանկապարտեզներ, դպրոցներ, որոնք որ ընթացքի մեջ են, շինարարական ընթացքի մեջ են, գան եւ լուսաբանեն։ Բայց ես ձեզ էլ կխնդրեմ եւ կօրդորեմ լուսաբանեք այն ինչ որ դրանով ավել ենք ուժեղացնելու մեր երկիրը։ Եթե բոլորս միասին ես, դուք, բոլորս միասին փորձենք լուսաբանել այն լավ կետերը, այն լուսավոր կետերը, որոնք տեղի են ունենում մեր երկրում եւ վերջապես այսօր խաղաղ ապրում ենք, ես որպես սահմանամերձ համայնքի բնակիչ ասեմ, որ խաղաղ ենք, որ զինվորները ավելի ապահով են, ավելի բարեկեցիկ վիճակում են կանգնած, եթե հնարավորություն պաշտպանության նախարարությունը կտա մի օր այցելեք, տեսնեք ինչ մասշտաբի գոնե Վարդենիսի տարածաշրջան, որ ինքս եմ տեղյակ, ինքս եմ տեսել ինչ մասշտաբի աշխատանքներ են կատարվել վերջին մի քանի տարվա ընթացքում եւ զինվորները ինչ պայմաններում են ծառայություն տանում, շատ ավելի հաճելի կլինի։ Հոգեբանական մասը գյուղացիների նույն Վարդենիսից նախ մի ճշտող հարց Վարդենիսից եք այսօր Բաղարաբոյտյան եկել հասցնել։ Որպես ես, աշխատանքի բերումով Երևան եմ լինում Վարդենիսում, Հանրապետությունում շատ եղել, Սյունիքում եմ լինում։ Որպես մենք էլ Վարդենիսում շատ եղած եւ այդ ընթացքում լուսաբանած, մասնավորապես Սոտքի, Կութի եւ հարակից գյուղերի բնակիչներ ինչ են զգում այսօր։ Այս պահին պատասխանեմ որպես ավականու անդամ, բոլոր երկրները ունեն սահմաններ, բոլոր երկրի սահմաններում կանգնած են, ասեմ մի ուրիշ բան ասեմ, այդ գյուղերի բնակավայրերի բնակիչների հետ շատ հաճախ եմ շփվում, շատ հաճախ, երբ որ գնում եմ Վարդենիս շփվում եմ, տրամադրվածությունը շատ լավ է, տրամադրությունները բավականին լավ է, եթե տեսել եք այնտեղ շինարարական աշխատանքներ են իրականացվում, պետության կառավարության աջակցությամբ նոր բնակարաններ են կառուցվում, մեր շատ ավականու անդամներից են այնտեղ բնակարան կառուցում, բավականին այլ իրավիճակում են ապրում, ասեմ շատ ավելի լավ։ Ողջունելի է, բայց միևնույն ժամանակ ամրաշինական աշխատանքներ են կատարում այդտեղ նույն Սոտքի, Կութի վերևի հատվածներում, մեր սուվերեն տարածքում ադրբեջանցիներ, նույն բունկերներ եւ այլն։ Ինչպես է այդ հարցը։ Վստահ եմ, հաջորդ փուլը տեղի ունենու, վստահ ես ձեզ ասում եմ, երաշխավորում եմ այս խաղաղության համար եւ վստահում եմ, որ այդ տեղերից դուրս են գալու, երբ որ սահմանազատումը տեղափոխվի մեր տարածաշրջան, դա տեղի ունենալու մոտ ապագայում եւ կտեսնեք, խնդրեմ կգաք եւ կլուսաբանեք, շատ եմ խնդրում։ Մեկ վերջին հարց ձեր եւ Խաչատրյանի հարաբերությունները ինչպիսին են այս պահին։ Անցած անգամ ես պատասխանեցի։ Հա, դուք եք հարցը տալիս։ Ես չեմ եղել այդ։ Դուք Ես չեմ եղել հաստատ։ Մի հատ նորից կրկնեք հարցը։ Ձեր եւ պարոն Խաչատրյանի հարաբերությունները։ Պարոն Խաչատրյանով է։ Վարդենիսի համայնքապետի հարաբերությունները։ Անցած անգամ էլ եմ ասել եւ միշտ կրկնեմ, որևիցե ձև հարաբերություն չի կարա լինի։ Չի կարա ուղղակի հարաբերություն լինի։ Ճիշտ չեն աշխատում դրա համար, շնորհակալություն։ Անգամ պարզապես հրացեք հանդիպում չի եղել, ասացին տեսանյութ կա, որտեղ հստակ երևում է այդ բացում, որ բարևել եք դրա անգամ ոնց եք ասում, որ հանդիպում չի եղել։ Չեմ կարա ես բարևեմ այդ մարդկանց։ Կարող անցել եմ կողքներով, բայց չեմ կարա ես բարևեմ այդ մարդկանց։ Երբ որ ճիշտ կապրեն կբարևեմ։